Այս մարդը, այս ամենը պիտի խողա, գա Հայաստանի Հանրապետություն, կյանքը ներվերը առողջությունը քայքայի, որ երկիրը երկիր սարքի, վաղ միսօր էլ մեռի թողի թա, մտնելով պատմության գիրկը, որպես հայ ժողովրդի ամենալավագույն, բայց ամենադաժան վարչապետը կամ պրեզիդենտը։ Իմ ուզածը դա է։ Ես ուզում եմ մտնել պատմության գիրք։ Ես գրփելու, տանելու, չրփելու ցանկություն չունեմ։ Ես ամեն ինչ ունեմ, ինչ որ ինձ է։ Ես քչով բավարարվող մարդ եմ։ Իմ ռազմական ոստիկանությունում ծառայած տարիներին, իմ MVD-ում աշխատած տարիներին, իմ հարևանները, իմ շրջապատը, իմ ընկերները տեսել, ես ոտով էի գնում գործի։ Չարբախ Շարուրի 24, բնակարան 98։ Գնացեք հարցրեք, իշտեմ էի ոտով, էթում էի Չարբախի կաղմաս։ Ինչա մեքենա չի կարող վերցնել, կարող էի։ Կարող էի ավելի մեծ բնակարանից թույլ տալ, կարող էի, ոչ թե երկու սենյականոց, Չարբախ 4-րդ հարգում։ Բայց դա էլ ինձ հերիք։ Ես քչով բավարարվող մարդ եմ, ես եթիմներ չունեմ կողոս լծած, հորքուրներ, հորքպեներ, մորքուրներ, քավոր, խնամիսը, Տարոն Մարգարյան չեմ, հասկանում եք, որ տունը հոսանք չի եղել, ցրտել, ու տենց։ Ես ուզում եմ, որ վաղը մյուսօր, դա իմ կյանքի երազանքն է։ Որ ես ուզում եմ, որ վաղը մյուսօր սերունդներ, մի 2-3 սերունդ ենքում, պատմության դասագրքի մեջ գրված լինի Վարդան Ղուկասյանի մասին։ Որ 4-րդ, 7-րդ, 10-րդ դասարանի աշակերտները մեկը մեկի հետ խոսելուց բան անեն, ես չգիտեմ ինչ ղեկավարություն կլինի 50 տարի հետո։ Բայց ասեն, այսպես մարդ էլ այր։ Հիմա ո՞նց ենք մենք երնեք տալիս, չգիտեմ, Անդրանիկին, հիշում են Գարեգին Նժդե, Ռուսաստանը հիշում է Ստալին եւ այլն, որ ասում են դիկտատորա, բայց ամեն տարի դեկտեմբերի 18-ին եւ 21-ին եւ Ստալինի մահվան օրը մարդկանց հոսքը դեպի Կարմիր հրապարակ չի դադարում։ Գնում ու ծաղկեպսակներ են դնում Ստալինի գերեզմանի վրան։ Բայց կողքը Անդրոպովնա, Բրեժնևնա, Չեռնենկոնա, Խրուշովը ուշ տեղա թաղած եւ այլն ոչ մեկ չի մոտենում։ Ես դա եմ ուզում։ Ոնց ենք մենք հիմա հիշում Վազգեն Սարգսյանին։ Հա? Ասում ենք Վազգենը ինչ լավ տղա էր, ինչ լավ մարդ էր եւ այլն։ Երկիր սիրող էր, այո, մարդասպաներ, չոբաներ, բռի էր, բայց երեխայի պես փխրուն հոգի ուներ։ Ես եմ այդ մարդու հետ շփվել։ Անձամբ ես եւ իմ տպավորությունը եղել է այդպիսի։ Եվ պիտի Երևանում այո լինի Վազգեն Սարգսյանի անվան դպրոց։ Ես դա անելու եմ։ Եվ նույնը ես եմ ուզում, որ ինձ սերունդները հիշեն, որովհետեւ այսօր ես իմ պապուն, հիշում եմ, բայց հիմա իմ երեխեն, խոսքի օրինակ, հաստատալևս իմ պապուն չի հիշի։ Բայց մենք հիշում ենք, բայց մենք գիտենք Ալեքսանդր Մակեդոնացի, մենք գիտենք Պյոտր, մենք գիտենք Իվան Գրոզնի, Չինգիզ խան եւ այլն, Հիտլեր։ Իմ կյանքի նպատակը դա է։ Մտնել պատմության մեջ։ Ես չեմ գալի կոռուպցիայի եւ թալանի համար։ Իսկ դուք, սիրելի ժողովուրդ, դուք պիտի որոշեք, այս մարդը գա թե չգա, իր բոլոր մինուսներով եւ պլյուսներով։ 100%-անոց իդեալական մարդ գոյություն չունի։ Հիսուս Քրիստոսն է իդեալական չէր, որ իդեալականը դեր չէին խաչի։ Ոչ մեկ իդեալական չի, ոչ մեկ։ Հիմա որոշակի հավատացածներ կասեն, ինչ եք խոսում, իսկ ով գիտի Հիսուս Քրիստոսը 14, 16, 20, 22 տարեկան հասակում ինչով է զբաղվել։ Ոչ մի բան չկա գրած դրա մասին։ Կարող է, չգիտեմ, ուռելա եւ այլն, ինչ ասես արելա։ Մարդ է, էլ է մարդ եղել, չէ։ Հետո է դարա այդպես լուրջ մարդ։ Հիմա նույնը սա է։ Ես իդեալական չեմ։ Այո, ես ունեմ իմ թերությունները։ Այո, ես ունեմ իմ վատ կողմերը։ Ինձ այդպես է ստեղծել բնությունը, ինչպես ցանկացածին։ Իդեալական մարդ գոյություն չունի։ Բայց ամենավատ կողմերը, որ կարող են ազդել պետության վրա, թալանչի չենք, ծանոթ խնամի բարեկամ տրսնող չենք, սկզբունքային ենք, դաժան ենք, մարդ ու մոտ չի անցնելու ոչինչ եւ մարդ ով աբիժնիկ է, նորից եմ կրկնում, լծված վրեժի ծարավով։ Իսկ իմ մնացած բոլոր թերությունները, որոնք որ ես ունեմ, որ ցանկացած մարդ էլ դա ունի, դա չի ազդում ոչ երկրի պետականության վրա,
ոչ երկրի անվտանգության վրա, ոչ էլ երկրի կոռուպցիայի վրա։ Երկու երնեք միտեղ չի լինում։ Ոչ խաղամոլ ենք, ոչ թմրամոլ ենք, ոչ տնօրամոլ ենք, ոչ մարդասպան ենք, ոչ ենք, ոչ ենք։ Կարող է մարդասպան դառնանք վաղը մյուսօր։ Սրանց ձեռն։ Իսկ ես դա չեմ հակցնում, որ Սերժ Սարգսյանը, նամանավանդ Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, այո, պետք է գնդակահարվեն։ Այդ երեքը պետք է գնդակահարվեն։ Եվ ժողովուրդը գնալով ընտրատեղամաս քվեարկելու է հենց դրա համար։ Պետական դավաճանության հետ կապված մահապատիժը պիտի մտնի ուժի մեջ։ Սա եմ ես ցանկանում ասել իմ ժողովրդին։